Ողջույն բոլորին։ 2025 թվականի ապրիլը կենդանակերպի 3 նշաններին իրական ֆինանսական հաջողություն կբերի։ Աստղաբանների կարծիքով այս երջանիկներին կարող են ակնկալել շահավետ գործարքներ, անսպասելի շահույթներ եւ հաճելի բոնուսներ։ Գարնան երկրորդ ամիսը կլինի ակտիվ զարգացման շրջան, երբ տիեզերքը առատաձեռն հնարավորություն կբացի հարստացման համար։ Եկեք միասին պարզենք, թե կենդանակերպի նշաններից ով կունենա ֆինանսական հաջողություն 2025 թվականի ապրիլին։ Ցուլերը այն քչերից են, ովքեր ապրիլին կտեսնեն ֆինանսական աճի դռները բացված։ Այս պահին աստղերը խոստանում են շահավետ աշխատանքի առաջարկներ եւ աշխատավարձի բարձրացման հնարավորություն։ Լավ կատարված աշխատանքի համար կա նաեւ առատաձեռն բոնուս կամ պարգև ստանալու հնարավորություն։ Այս շրջանը հատկապես հաջող է բիզնեսով զբաղվողների համար։ Հնարավոր է հաջող գործարք կամ ներդրումներից անսպասելի շահույթ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս ցուլերին չվախենալ ռիսկի դիմել եւ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, դա մեծ գումարներ կբերի։ Արյուծ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար գարնան երկրորդ ամիսը ֆինանսական առաջընթացի շրջան կլինի։ Արիուսները կարող են գայթակղիչ առաջարկ ստանալ նոր աշխատանքի համար կամ նրանց տաղանդները վերջապես արժանիորեն կգնահատվեն։ Հատկապես բարենպաստ շրջան է ստեղծագործական մասնագիտությունների, երաժիշտների, արվեստագետների եւ գրողների համար։ Հնարավոր են նաեւ շահավետ ներդրումներ կամ անսպասելի դրամական նվերներ։ Գլխավորը նոր հնարավորություններից չհրաժարվել է, քանի որ դրանք կարող են դառնալ ֆինանսական կայունության բանալին։ Եվ կարիճներն ապրիլին կարող են ակնկալել եկամուտների զգալի աճ։ Ֆինանսական վիճակը կբարելավվի հաջողված նախագծերի կամ շահավետ գործարքների շնորհիվ։ Որոշ կարիճներ ժառանգություն կամ ֆինանսական օգնություն կարող են ստանալ հարազատներից։ Նաև այս ժամանակահատվածում դուք կարող եք ապահով կերպով ներդրումներ կատարել երկարաժամկետ նախագծերում։ Դրանք լավ շահույթ կբերեն։ Աստղաբանները խորհուրդ են տալիս կարիճներին ուշադիր հետևել դրամական միջոցների հոսքին եւ փող չվատնել, քանի որ այս ամիսը կարող է հիմք դառնալ ապագա հարստացման համար։ Իսկ այս ամենին զուգահեռ եկեք միասին բացահայտենք, թե ովքեր են կենդանակերպի ամենազգացմունքային նշանները։ Որոշ մարդիկ չեն թաքցնում իրենց հույզերը, ծիծաղում են, լաց են լինում եւ վառ գույներով ցուցադրում իրենց բոլոր զգացմունքները։ Իսկ որոշ մարդիկ էլ ամրոց են, որոնք պաշտպանում են իրենց իսկական զգացմունքներն այնպիսի հմտությամբ, որին կնախանձեր պոկերի չեմպիոնը։ Եվ այսպես, եթե երբևէ մտածել եք, թե ինչու է ձեր զուգընկերը, անկերը կամ ընտանիքի անդամը փոքր-ինչ անհասկանալի թվում, աստղաբանությունը հնարավոր է ունի դրա պատասխանը։ Եկեք դիտարկենք կենդանակերպի հիմնական նշաններին, որոնք հաճախ համարվում են ամենազգացմունքայինները եւ հասկանանք, թե ինչու։ Կարիճին հաճախ անվանում են էմոցիոնալ մեկուսացված նշան, բայց սխալ կլինի ենթադրել, որ նրանք զգացմունքների պակաս ունեն։ Կարիճներին ղեկավարում է Պլուտոնը, փոխակերպման խորության եւ առեղծվածի մոլորակը։ Իրենց հանգիստ արտաքնի տակ կարիճները հաճախ ուժեղ հույզեր են ապրում, բայց նրանք իրենց մարզել են, որ չթուլացնեն իրենց զգոնությունը։ Կարիճը երբեմն կարող է զուսպ եւ նույնիսկ սառցե թվալ, բայց ինչու։ Նրանց կարծիքով խոցելիությունը հավասարազոր է թուլության։ Նրանք ռիսկային են համարում զգացմունքների բաց դրսևորումը։ Նրանք կրքոտ են, բայց նախընտրում են ներքին հույզերով զբաղվել։ Նրանց համար զգացմունքները ներքուստ մոլեգնող փոթորկի պես են, բայց արտաքուստ լճի պես հանգիստ։ Եթե մտերիմ եք կարիճի հետ, իմացեք, որ նրանց լռությունը չի նշանակում անտարբերություն, դա ձեր խնամքով հսկվող ներաշխարհը պաշտպանելու միջոց է։ Հանդարտ ջրերը խորն են, արտահայտությունը կատարյալ է հենց կարիճի համար։ Նրանք կարող են քիչ խոսքի մարդ լինել, բայց նրանց լռությունը հաճախ արժե 1000 բառ։ Կույսը կենդանակերպի նշանների մեջ կարող է լինել բացարձակ պրագմատիկ, ղեկավարվելով Մերկուրիի կողմից, բանականության եւ հաղորդակցության մոլորակի կողմից, կույսերը կողմնորոշված են դետալների վրա, տրամաբանական են եւ հաճախ իրենց ավելի հարմարավետ են զգում օգտագործելով ողջախոհությունը, քան հում զգացմունքները։ Երբ խոսքը վերաբերում է սրտի խնդիրներին, նրանք հակված են վերլուծել զգացմունքները, այլ ոչ թե պարզապես զգալ դրանք։ Նրանք ձգտում են հավասարակշռության եւ կանխատեսելիության, նախընտրելով կյանքը, որն աշխատում է լավ յուղած մեքենայի պես։ Հայտնի է նաեւ, որ կույսերը հավատարիմ եւ հուսալի են հարաբերություններում, եւ նրանց զուսպ էությունը մասամբ պայմանավորված է ներդաշնակություն եւ վերահսկողություն պահպանելու ցանկությամբ։ Նրանք թաքցնում են իրենց զգացմունքները ոչ թե այն պատճառով, որ հավասարակշռությունն ու տրամաբանությունը պահպանելը քաոսը կանխելու բանալին է, այլ երբ նրանք իսկապես սիրահարվում են, դա հաճախ տեղի ունենում
աստիճանաբար, միտումնավոր և տրամաբանորեն, յուրատեսակ կապվածություն, որը դիմանում է ժամանակի փորձությանը։ Այծեղջյուրը կյանք է մտնում գրեթե ավանդական և լուրջ տոնայնությամբ։ Այծեղջյուրները, որոնց հաճախ անվանում են կենդանակերպի աշխատասերներ, գործնական են, հավակնոտ և խորապես խորասուզված իրենց պարտականությունների մեջ։ Ղեկավարվելով Սատուրնի կողմից, կարգապահության և կազմակերպվածության մոլորակի կողմից, այծեղջյուրները հակված են զգացմունքները դիտել որպես մի բան, որը կարող է խանգարել նրանց մանրակրկիտ շարադրված ծրագրերին։ Այծեղջյուրների համար զգացմունքները երբեմն երկրորդական են, ավելի շոշափելի նպատակներից։ Նրանք ավելի շատ են գնահատում արդարությունը, անաչառությունը և տրամաբանական գործողությունները, քան սենտիմենտալ ժեստերը։ Եթե այծեղջյուրը հեռու է թվում, դա հաճախ այն պատճառով է, որ նա կենտրոնացած է իր նպատակներին հասնելու վրա և նախընտրում է էներգիա ներդնել գործողությունների, այլ ոչ թե զգացմունքների վրա։ Նրանք հակված են մտածելու ինչու թույլ տալ, որ զգացմունքները բարդացնեն ամեն ինչ, և այնուամենայնիվ նրանց թվացյալ լրջության տակ խորը մտահոգություն կա, նույնիսկ եթե դա միշտ չէ, որ տեսանելի է։ Սիրտն ունի իր պատճառները, որոնց մասին բանականությունը ոչինչ չգիտի, ասել է Պասկալը։ Այնուամենայնիվ, այծեղջյուրի համար միտքը շատ հաճախ թագավոր է, և սիրտը համբերատար սպասում է իր հերթին։ Կշեռքները հաճախ ընկալվում են որպես հմայիչ և շփվող մարդիկ, ովքեր ցանկացած երևույթի հոգին են։ Եվ այնուամենայնիվ, չնայած իրենց ողջ սոցիալական գրավչությանը, կշեռքները երբեմն դժվարանում են արտահայտել իրենց խորը զգացմունքները։ Հայտնի լինելով կոնֆլիկտներից խուսափելով, կշեռքները հակված են կենտրոնանալ իրենց կյանքում ներդաշնակություն պահպանելու վրա, նույնիսկ եթե դա նշանակում է իրենց իսկական զգացմունքների զսպում։ Կշեռքների ակնհայտ անզգայունությունը բացատրվում է տհաճ զգացմունքային իրավիճակներից խուսափելու ցանկությամբ։ Նրանք դիվանագիտական են, երբեմն ծայրահեղության աստիճանի և հաճախ էմոցիոնալ առումով ուրիշներին պահում են ձեռքի հեռավորության վրա։ Կշեռքները ամեն ինչից առաջ գնահատում են խաղաղությունն ու հավասարակշռությունը և պատրաստ են զոհաբերել խորությունը կայունության համար։ Չնայած իրենց ջերմությանը, կշեռքները հաճախ չեն ցանկանում խորանալ հուզական խորքերում, նախընտրելով ամեն ինչ թեթև ու պատահական պահել։ Եթե նրանք հեռու են թվում, ապա դա ամենայն հավանականությամբ խոցելիությունից խուսափելու նրանց միջոցն է՝ հօգուտ ներդաշնակության։ Անհնար է ներդաշնակության հասնել առանց մի փոքր տարաձայնության, և կշեռքի առաքելությունն է կանխել այս տարաձայնությունը, նույնիսկ եթե դա նշանակում է մի փոքր զսպել ինքդ քեզ։ Դե իմ սիրելիներ, շնորհակալություն ուշադրության համար, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դու մինչև այժմ դեռ չես բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ապա հենց այս պահին առանց ժամանակ կորցնելու բաժանորդագրվում եք մեր ալիքին, որպեսզի դուք էլ բաց չթողնեք առաջինը իմանալու հնարավորությունը հետագայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերի։ Մինչ նոր հանդիպում։